հետ եք խոսում։ Երեկվա միջադեպի հետ կապված ամեն դեպքում միշտ այսպիսի պահվածք Նիկոլ Փաշինյանից եք տեսել ազգային ժողովում, երբ սպառնալիքներ էր հնչում, բարձր ձայն, վիրավորանքներ եւ այլն, ինչով եք պայմանավորվում, որ այս անգամ օրինակ Հակոբ Արշակյանը ու ձայնը չենք լսում գրեթե կամ ցածր բակարդակում ենք լսում, կարողանում նման հայտարարություններ անել, Արսեն Թորոսյանը հայանք է հնչեցնում հենց ամբիոնից ստեղ ինչ-որ միտում տեսնում եք քաղաքական առումով։ Իհարկե, ոչ միայն միտում կա, այստեղ իմ կարծիքով հրահանգ կա, արդեն ապացուցված է, որ նրանք WhatsApp-ի խումբ ունեն, այնտեղ հաղորդագրություններ են ստանում, դրանցով են ուղղորդվում իրենց գործողությունները։ Ազգային ժողովում այս վերջին օրերին ստեղծված լարվածության հեղինակ ինքը Նիկոլ Փաշինյանն է, իր ակնհայտ անհավասարակշիռ եւ հանրային ծառայողին ոչ պատշաճ վարքագծով ընդ որում միտեղ որտեղ ինքը եկել էր հաշվետվության, այսինքն մեր երկրում հիմնական իշխանությունը, որը ընտրություններով ձևավորված, դա ազգային ժողովն է։ Այսինքն վարչապետը ազգային ժողով գալիս է հաշվետվության նպատակով եւ ինքը այդ օրը ազգային ժողովի նիստերի դահլիճում էր հաշվետվության համար։ Հարց ու պատասխանը կանոնակարգով նախատեսված դա ազգային ժողովի արչեւ կառավարության հաշվետվողականության ինստիտուտի մի դրսևորում է։ Այսինքն ոնց որ գնաց քո ղեկավարի մոտ հաշվետվություն ներկայացնելու ու սկսես ղեկավարիդ վիրավորել, անպատվել, գոռգոռալ եւ այլն, այսպես չի կարա լինի։ Ու ազգային ժողովի նախագահը փոխարենը հանդարտեցնի, այսինքն կարգի հրավիրի ազգային ժողովի падգամավորների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերող պաշտոնյային, հակառակը մի հատ ինքն է դա հրահրում, ինքը ասում է հաջորդ օրն ասում է, որ պետքա падգամավորները ներողություն խնդրեն վարչապետից, ինչա թե իրանք հարցեր են տալի, վարչապետը չի կարողանում իրան տիրապետի բան։ Իսկ սա մեր երկրում է, սա նաև սահմանադրական կարգի տապալման, անառողջ մթնոլորտի ձևավորման ապացույցն է։ Այդ ամեն ինչի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա ինքը քանի որ դա հրահրել է այդ լարվածությունը, հիմա նաև հրահանգավորել է падգամավորներին, որպեսզի իրենք լրացուցիչ իրենց պահվածքով փորձեն այդպիսի տեմպ, բայց դա ակնհայտ վերածվել է արդեն ուղղակի սովորական խուլիգանության, որը ոչ մի պարագայում որևէ պետական մարմնի բնորոշ չէ, այսինքն թե ինչպիսին պետք է լինի ազգային ժողովի падգամավորը, նաև մենք օրենք ունենք ազգային ժողովի падգամավորի կարգավիճակի գործունեության կանոնավորման մասին եւ կանոնակարգն է պարտադրում նրանց գործել էթիկայի նորմերի շրջանակներում։ Հիմա իրանք ցենց խուլիգանության, անտակտության, անդաստիարակության ինչ-որ մի հատ մրցույթ ոնց որ լինի, մեկը մեկին փորձի գերազանցել։ Երեք տեսեք Մարդու իրավունքների պաշտպանն էլ ասաց, որ պետք է էթիկայի հանձնաժողով ստեղծվի, քանի որ արդեն անթույլատրելի է այն ամենը, ինչ կատարվում է ազգային ժողովում։ Կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է իր պաշտոնավորման հարցեր կունենա։